Ձեզ մենք կսկսենք intro to Python դասընթացը, ամենից միանգամից բարձր որ ուսումնասիրելու ենք Python ծրագրավորման լեզվի ներածությունը, հասկանալու ենք լեզուն ոնց է օգտագործվում ու որտեղ, ու բնականաբար սովորել ենք լեզուն հենց կիրառություններով իրա։ Ուրեմն այստեղ կարող եք տեսնել, թե դասընթացի ընթացքում ինչեր ենք սովորելու Python-ից, սրանք եւ ոչ միայն սրանք։ Մասն հետո դուք կարող եք հաղթեն նայել պրեզենտացիայի մեջ, որը որ կտեղադրեմ description-ում, լինքը։ Բայց առաջին հերթին նախ խոսենք, թե ինչ է ծրագրավորումը։ Ընդհանրապես համակարգչային ծրագրավորումը այդ համակարգչի համար նախատեսված աշխատող ծրագիր դիզայնավորելու սարքելը, որը որ նախատեսված է ինչ-որ հաշվողական task-ի համար, իսկն պետք է ինչ-որ բան հաշվի, վերջում ինչ-որ արդյունք տա։ Իսկ ընդհանրապես ծրագրավորման լեզուն այդ ինստրուկցիաների այն շարքն է, որը որ մենք օգտագործում ենք համակարգչի ասելու համար, թե ինչ output ենք իրանից ուզում, ու այդ ինստրուկցիաների միջոցով մենք տալիս ենք իրան ինչ-որ input ու իրանից սպասում ենք ինչ-որ output-ի, բայց կոնկրետ մեր ուզած output-ը։ Ընդհանրապես ասած, նախ հասկանանք մոտավորապես պատկերացնենք, թե համակարգիչը ոնց է լեզուների հետ աշխատում։ Ուրեմն եթե ունենք համակարգչից hardware-ն, նրա ներքևի մակարդակում, այսինքն այստեղ կատարվում են վերջնական հաշվարկները համակարգչի մեջ, ընդհանրապես ինֆորմացիան համակարգչի մեջ մենք տալիս ենք ու իր մեջ տեղափոխվում է մեկերով ու զրոներով, որտեղ sense օպտիմալ է իր հաշվարկի համար, ընդհանրապես իր կառուցվածքի տեսանկյունից, ուրեմն այդ մեկերի ու զրոների լեզուն կոչվում է machine language, իսկ հենց համակարգչի լեզուն է, իրանից մի մակարդակ բարձր լեզուները կոչվում են assembly languages, օրինակ assembler-ը, ուրեմն այդ ուրեմն զբաղեցնում է միջին մակարդակ համակարգչի լեզվի ու մեր այն լեզվի մեջ, որը որ մենք տալիս ենք համակարգչին աշխատելու, ուրեմն այդ վերևի մակարդակի լեզուն կոչվում է high level language, այս քիչ թե շատ այն անկախ լեզուն է, որ համակարգչի machinery language-ից անկախ է ու ավելի մոտ է մեր մտածողության լեզվին, այսինքն մենք գրում ենք կոդը համակարգչի այնց, որ մաքսիմալ մոտ լինի մեր մտածած բառերին ու նախադասություններին, բայց ամեն ինստրուկցիաներ տա համակարգչին։ Օրինակ այդպիսի high level language-ներ են C, Fortran-ը, Pascal-ը, նաև Python-ը high level ծրագրավորման լեզու է, Python-ը նաև ինտերպրետացվող լեզու է, այսինքն ինքը ոչ թե մենակ C++-ի նման թարգմանվում է machinery language-ի, այլ ինքը տողարտող ինտերպրետացվում է, տողարտող կիրառվում է, այսա կհասկանանք ոնց, նաև Python-ը որպես ծրագրավորման լեզու Turing complete է, Turing complete-ը նշանակում է, որ եթե մենք ունենք Turing machine, այսինքն տեսական այնպիսի համակարգիչ, տեսական այնպիսի մեքենա, որը որ ունի անվերջ մեծ հիշողություն ու անվերջ շատ ժամանակ աշխատելու համար, եթե իրան ցանկացած հաշվողական այն ծրագրավորման լեզվին, եթե ցանկացած հաշվողական խնդիր տանք, ինքը կաշխատի ու կհաշվի Turing-ի մեքենայի վրա, ուրեմն ծրագրավորման լեզվում կկոչվի Turing complete, այսինքն ցանկացած հաշվողական ծրագիր տեսականորեն հնարավոր է Python-ով հաշվել։ Ուրեմն ընդհանրապես Python-ի runtime execution մոդելը սենց է աշխատում, ինքը կոդը սենց է աշխատացնում, ուրեմն առաջինը մենք ունենք մեր high level գրած կոդը, mget.py, օրինակ այս վերջում get.py ֆորմատի source code-ը ունենք, որը որ մենք ենք գրել ու այն ինստրուկցիաներն է high level, ինչ որ մենք ուզում ենք, որ ծրագիրը անի, ուրեմն այստեղ տալիս ենք համակարգչին իրան, այսինքն Python-ի ինտերպրետատորին, ինքը աշխատացնում է ու այսի թարգմանում է byte կոդերի, ոչ թե թարգմանում է compile անում machinery code-ի 0-ի ու 1-ի, ոնց որ C++-ը կաներ, այլ դրանից մի մակարդակ ավելի բարձր կարելի է ասել byte կոդերի, որը որ էլի ինստրուկցիաներ է, որը համակարգչին ասում է, թե ինքը կոնկրետ ինչ քայլերով պետք է շարժվի ու ինչ քայլեր պետք է հաշվի,
ու այս bytecode-ը տրվում է ուրեմն Python virtual machine-ին, որն էլ իրականացնում է այդ իրավաշնական ինտերպրետացիոնը, այսինքն այս bytecode-ի կիրառումը hardware-ի վրա։ Ուրեմն քանի որ այստեղ չի թարգմանվում compile չի լինում լեզուն machinery code-ի, այլ bytecode-ի է թարգմանվում, այս մեզ հնարավորություն է տալիս, որ Python ծրագրական լեզուն platform free լինի, այսինքն նույն output-ը, նույն կոդի output-ը մենք տարբեր OS-ների վրա, տարբեր համակարգիչների վրա նույն ձև ենք ստանալու, նույն արդյունքն ենք ստանալու, որովհետև եթե կոմպիլյատորը տարբեր hardware-ների վրա պետք է տարբեր ձևի լինի, որ համապատասխանեցվի այդ hardware-ի պահանջներին, թե ոնց compile-արվի machinery language-ի, այստեղ դրա կարիքը չկա, որտեղ machinery language-ի ինքը չի թարգմանվում, այլ ինտերպրետացվում է։ Այս ունի մի առավելությունը, որը որ platform free-ն է իրան սարքում, բայց ունի նաև թերություն, որը հանգեցնում է դանդաղության։ Այսինքն, եթե մենք բացենք Python-ի ինտերպրետատորը, օրինակ այս Linux-ի տերմինալում բացենք ու մի տող ուղղակի ինչ-որ բան գրենք, առանց ոչ մի բանի, ինքը միանգամից աշխատելու է, այսինքն որպես հաշվիչ իրան կարող օգտագործենք, այս միանգամից թարգմանվել է այստեղ արդեն bytecode-ը տվել է Python virtual machine-ին ու միանգամից այս մի տողը ուրեմն թարգմանվել ու գրվել է։ Այսինքն Python-ը աշխատում է տող առ տող ինտերպրետացվելով։ Իսկ ինչի ընդհանրապես օգտագործել Python։ Ուրեմն Python-ը հեշտ է հասկանալու համար, նրանում գրված կոդերը շատ պարզ են ու հասկանալի։ Ուրեմն Python-ում կարելի է նույն արդյունքը ստանալ շատ ավելի քիչ կոդ գրելով, այսինքն ինչ-որ ուրիշ լեզուներով պետք է գրվեր օրինակ 6 կոդ, 6 տող, այստեղ կարող գրվի ընդհանրեն 2, 3 կամ ավելի քիչ նույնիսկ 1 տողերով, որը որ հնարավորություն է տալիս ընդհանրապես developer-ներին ավելի քիչ գրելու, ժամանակ քիչ ծախսելու գրելու վրա, ավելի շատ ծախսելու մտածելու վրա։ Ուրեմն էսի արդեն ասացինք, որ նույն output-ն է տալի տարբեր օպերացիոն համակարգերի վրա։ Ուրեմն Python-ը ունի շատ ներկառուցված built-in ու third-party գրադարաններ ու մոդուլներ, որոնք օգնում են կենտրոնանալ մի task-ի վրա, այսինքն արդեն ինչ-որ ֆունկցիա եթե ուզում եք կիրառեք, ձեզնից առաջ գուցե ինչ-որ գրադարանի մեջ եք գրել է ու կարող եք գրադարանը բերեք, օգտագործեք, առանձին այդ ֆունկցիաները ու ինստրուկցիաները նորից չգրեք։ Python-ը open source է, այսինքն նրա բոլոր կոդերը, source կոդերը բաց են, կարող եք նայել ուսումնասիրել ու դուք էլ contribute անեք, ավելացնեք ինչ-որ փոփոխություններ կոդերում։ Ուրեմն Python-ը ունի շատ մեծ համայնք, community, այսինքն եթե ինչ-որ պրոբլեմի եք հանդիպում ինչ-որ խնդիր լուծելուց, այդ կարող է Google-եք, Stack Overflow-ով նայեք ու հաստատ ինչ-որ մեկը ձեզանից առաջ այդ պրոբլեմին հանդիպել է, ինչ-որ 99% դեպքերում, ու դրա լուծումը արդեն մարդիկ տվել են, կարող եք ուսումնասիրել։ Python-ը շատ հեշտ է սովորելու համար, քանի որ լեզուն ինքնին գրված է շատ պարզ ձևով, եւ նաեւ հեշտ է սովորելու ու սովորացնելու համար։ Ուրեմն ինչ կարող ենք անել Python-ով, Python-ով կարող ենք սարքել web page-եր, ուրեմն այս կամպանիաները, որ ստեղ նշված են, իրանք օգտագործում են հիմնականում օգտագործում են Python, իրանք web page-երի back-end ու front-end-ը develop անելու համար, Instagram-ը լրիվ սարքած է Python-ի վրա, ուրեմն Google-ը մի մասը օգտագործում է, Spotify-ը իր գրում web-ի վրա օգտագործում է Python։ Ինչ կարող ենք անել ավել Python-ով, կարող ենք graphical user interface GUI սարքել, տարբեր ձևի իրենով նախատեսված գրադարան կա, այդ գրադարանը կանչելով կարող ինչ-որ պարզ ու նաև ավելի բարդ GUI-ներ սարքել։ Python-ը քանի որ ինտերպրետացվող լեզու է, ուրեմն ինքը շատ հարմար է օգտագործել scripting-ի համար, ինչ-որ ավտոմատացում անելու համար, ինչքան կարող եք Excel-ի հետ աշխատել, օրինակ ավտոմատացում ունենալ Google Sheets-ի հետ ու ոչ միայն այդպես տեղեր, այլ ցանկացած ձևով այլ հետ աշխատելուց ավտոմատացում կարող եք անել։
Python-ը դուր կգա նաև software developer-ներին, որովհետև ինքը նաև հնարավորություն է տալիս լավ software-ներ սարքելու։ Python-ով կարող եք խաղեր սարքել, ոչ միայն 2D, այլ նաև լավ գրաֆիկայով 3D, ուրեմն if online խաղը, եթե Google-ը կտնակ, լրիվ սարքած է Python-ով, ու ինքը լավ գրաֆիկա ունի, այսինքն հնարավոր է հետել ստանալ Python-ով։ Python-ը օգտագործում է անիմացիաներ սարքելու համար, Pixar Animation Studios-ը օգտագործում է հենց Python-ը օգտագործում իր շատ software-ներում անիմացիաներ ստանալու համար։ Ուրեմն Python-ը բնականաբար ամենաշատը կիրառվում է ուրեմն artificial intelligence այդ ուղղությամբ, իսկն AI-ով ու machine learning ուղղություններով, այսինքն ինքը հենց այս ուղղությանը զարգտվող ծրագրման լեզուն է, Իշնորհիվ իր գրադարանների ու պարզության շատ հարմար է այս ոլորտում իր հետ աշխատելու համար։ Նաև բնականաբար Python օգտագործվում է գիտության մեջ, scientific research-ի մեջ, այսինքն կարելի է ինչ-որ տվյալներ ուսումնասիրել, այդ տվյալները ասենց պատկերել, հիստոգրամներ ստանալ, ու ինչ-որ արդյունքներ, մոտարկումներ անել, fitting, approximation-ներ եւ այլն։ Արդեն ասացինք, որ իր այսքան պլյուսի մեջ մի թերություն է, իր արտադրությունն է, որ ինքը դանդաղ աշխատող ծրագրման լեզու է, համեմատած մյուս օբյեկտ կողմնորոշված high-level լեզուների, օրինակ C++-ի։ Python ծրագրման լեզուն ստեղծել է Գույնովան Ռոսումը 1990-ականների սկզբին, 90 թվականին եթե չեմ սխալվում, այդ 89 թվականին մոտավորապես ինքը ասել է ինչ-որ զբաղվում ինչ open source ծրագիր անեմ, ու տենց սարքել է Python ծրագրման լեզուն, ինքը մինչև այս վերջերս եղել է իր գլուխը, այսինքն բոլոր contribution-ները ինքներն են ու Տաբրան տալի, որ ավելացնեն, բայց արդեն իր position-ից դուրս է եկել, ինքը մինչև 2019 թվական աշխատում էր Dropbox-ում, ես դուրս է եկել ինքը իր համար ապրում է։ Իսկ ինչի է ինքը համեմատված Python, չնայած որ ինքը շատ ասոցացվում է OS Python-ի հետ, Python-ի հետ, ոնց որ լոգոյում էլ ու ուրիշ տարբեր տեղեր տենց է երևում, բայց իրականում իր ստեղծողը շատ սիրում էր այս բրիտանական ռուստաշոուն, Monty Python-ը, ու դրա անունով էլ դրել է Python ծրագրման լեզուն։ Ուրեմն Python-ը ունի երկու տեսակի վերսիա, 2.7 ու 3.7, նախ կարելի է իրեն քաշել, որ կտամ, ուրեմն օգտվել ես anaconda.com սասցել մտնել, որտեղից արդեն ձեր նախընտրած Python-ի վերսիան քաշել, որի տարբերությունները այս հետո կնայենք։ Ինչի Anaconda, որովհետև երբ որ դուք Anaconda-ից եք քաշում, իր հետ շատ հարմար գործիքներ են գալիս, օրինակ Jupyter Notebook-ը, Python ուրիշ ID-ի, Python ուրիշ ID-ի, ու մի քանի գրադարաններ, որ ձեր օրինակ եթե զբաղվում եք machine learning-ով, կարող է ձեզ օգնի, որ այդ գրադարանները միանգամից արդեն իր մեջ լինի, այլ չքաշեք առանձին։ Նրանց կարող եք քաշեք python.org-ից էլ, Python-ի լավ ID-ը, օրինակ PyCharm-ը։ Ուրեմն ստեղ գրված է Python 2-ի ու Python 3-ի ամբողջ ժամանակի ընթացքում Google-ի search history-ին, թե որը որ ինչքան են poisk տվել, այս կարմիրով Python 3-ն է, կապիտով Python 2-ն է, այսինքն եթե տեսնում եք ստեղ Python 3-ի trend-ը ավելի է շատանում, այսինքն մարդիկ ավելի շատ են օգտագործում Python, ավելի շատ են փորձել, եթե որ ավելի շատ են օգտագործում, իր վերաբերյալ հարցերն ավելի շատ են տալիս։ Ստեղ էլ արդեն ուրեմն Stack Overflow-ում ըստ ամսի ուրեմն հարցերի տոկոսն է, թե քանի տոկոսն է հարցերի տրված որ լեզվից, ուրեմն այս Python 3-ն է, ստեղ Python 2-ն է, այսինքն եթե Stack Overflow-ում շատ են հարց տալի, հետևաբար նաև շատ պատասխաններ կա այդ լեզվի վերաբերյալ, ուրեմն դուք ավելի շատ հնարավորություն կունենաք, ավելի շատ շանսեր կունենաք, եթե հարցում ունեք կոնկրետ Python 3-ից, ձեր հարցին պատասխան լինի, կամ Python 2-ից։ Իսկ ինչ հիմնական տարբերություններ իրանք ունեն, Python 2-ը
գրվել է սարքվել է 2000 թվականին, Python 3 2008, ուրեմն նախ Python 2-ում ուրեմն ինչ-որ բան տպելու համար օգտագործում է print statement-ը, իսկ Python 3-ում ինքը արդեն դարձել է ֆունկցիա, բացի ինչ-որ բան տպելուց ինքը ունի շատ հարմար արգումենտներ, որ ձեր տպելը ավելի հարմար դարձնում, ընթացքում կխանութանանք թե ինչով։ Ուրեմն երբ որ Python 2-ում երկու հատ ամբողջ թիվ ենք իրար բաժանում, արդյունքը միշտ տալիս է ամբողջ թիվ, այսինքն եթե երկուսը բաժանենք 3-ի, արդյունքը կլներ ինչ կլներ արդյունքը, երկուսը բաժանած 3-ի կլներ 0, որովհետև ամբողջ թիվ էր տալու։ Իսկ Python 3-ում, երբ որ երկու ամբողջ թիվ բաժանում ենք իրար, արդյունքը տալիս է float, այսինքն տասնորդական կոտորակը տալիս, այսինքն եթե երկուսը բաժանենք 3-ի, տալի է 0.666 ու տենց շարունակ, մինչև համակարգչային 0-ի ճշտության։ Ուրեմն ստեղ սինտաքսը Python 2-ում շատ ավելի խառն էր ու ոչ այդքան հասկանալի, իսկ Python 3-ում ինքը շատ ավելի պարզ է գրած, ավելի քիչ բանով կոդերով կարելի է ձեր տողերով կարելի է ձեր խնդիրը լուծել։ Մի քիչ էս comparison rule-ները փոխվել ստեղ։ Ընդհանուր առմամբ, եթե տարբերություններին նայեք, Python 3-ը շատ ավելի հարմար լեզու է, քան Python 2-ը, այսինքն եթե ուզում եք սկսեք Python սովորել, ավելի շատ կիրառվում է Python 3-ի հիմա, նամանավանդ որ 3-ի մի քանի վերսիաներ հիմա սարքվել են, մինչև 3.8, հիմա development-ի մեջ է այն ընթացքում, երբ որ ես վիդեոն ձայնագրում եմ 3.9, այսինքն խորհուրդ կտամ ավելի շատ, որ օգտվեք Python 3-ից, քան Python 2-ից, չնայած ինչ-որ տեղեր օգտագործում եք Python 2, բայց եթե գիտեք Python 3, միակ բնականաբար տարբերությունները այնքան շատ հսկայական չեն, որ չկարողանաք Python 2-ի բանը կոդը հասկանաք, լրիվ հասկացվող լինելով, որ լեզվին որ տիրապետեք մյուս որ վերսիաներ որ տիրապետեք մյուս վերսիայի կոդը։ Ու բացես ամեն ինչը եւս մի բան ասեմ, ավելի շուտ այստեղ արդեն ցույց տամ բանը։ Այստեղ թե ինչպես են մարդիկ տենում ծրագրավորումը ու թե իրականում ինքը ինչ է։ Այսինքն այս վիդեոից միանգամից բարձ է դառնում, որ եթե ինչ-որ խնդրի եք հանդիպում, կարող եք խնդիրը հանգիստ գուգլեք ու դեր արդի պատասխանը կստանաք, որովհետև խնդիրները լուծվում են մտածելով, բայց մտածելուց այսինքն մենակ ծրագրավորումը կոդ գրել չի, այլ ծրագրավորումը մտածելը, ինչ-որ խնդրի լուծում տալը, մարդկանց հետ շփվելը, հարցնելը, ձեր ցանկացած համարից ցանկացած խնդրի լուծում կարող եք Stack Overflow-ում գտնել, բնականաբար ձեր փոխարեն խնդիրը չեն լուծելու, այլ ինչ-որ կտորներ, որի հետ որ ընթացքում բախվում եք, կարող եք հարցնել, ընթացքում գուգլել ու հաստատ պատասխան կստանաք դրանից։ Արդեն անցնենք միանգամից բանին, ուրեմն Python basic-ներին։ Նախ ասեմ, որ բացի այն Anaconda-ից, որ ասել է, որ կարող քաշեք, որի մեջ կա Jupyter Notebook կոչվող Python ID-ին, որը շատ հարմար է կոդեր գրելու համար, կարող եք օգտվել նաև Google-ի սարքած Colibից, ինքը ինչա Google-ու ուրեմն դες տալիս է սերվերներ, որը վրա կարող դուք ձեր Jupyter Notebook-ները բացեք ու ձեր կոդը աշխատացնեք, ինքը մոտ մինչև 20 ժամ ձեր արդյունքները save անում, այսինքն ձեր կոդը չի կորում, եթե դուք գրում եք բանում այս notebook-երում, բայց եթե իրան run եք տվել ինչ-որ արդյունքներ եք ստացել, ինչ-որ ֆայլեր եք ստացել, ինքը մոտ 20 ժամ հետո ջնջելու է, բայց ընդհանրապես կոդ գրելու
տվել ժամանակում հաշվելու համար շաբաթները ինքը ամեն տալիս է դրվանվճար GPU-ներ, որ կարող օգտագործեք ինչ-որ մեծ հաշվարկներ անելուց։ Շատ առաջինը նախ Jupyter Notebook-ի մասին, համել հետո ավելի մանրամասն ֆունկցիաներից կխոսանք։ Առաջինը նախ Python-ը այն լեզուներից է, որ ունի փիլիսոփայության դրույթներ, դա Zen-ը, ուրեմն հեսա, այս մի քանի կետերին դուք կարող եք ընթացքում ծանոթանալ, բայց ընդհանուր ասեմ, որ ուրեմն Python-ը այնց լեզու է, որ ասում է, որ իր մեջ կոդը պետք է գրվի մինիմալ, քիչ, բայց պարզ ու հասկացվող, այսինքն եթե հնարավոր է մի խնդիրը ավելի կարճ ձևով գրեք ավելի կարճ ձևով, բայց միշտ ինձ արեք խնդիրը լուծելուց, ծրագիրը կոդը գրելուց, որ միշտ հասկացվող լինի նման կոդը ձեր համար, ու ոչ միայն ձեր համար, այլ նաև այն մարդու համար, որ ձեզնից հետո այդ կարդալու է, վերաբերում է նաև կոմենտներին, կարող եք կոմենտներ անեք, վերաբերում է փոփոխականների անունը ընտրելուն, թե ոնց փոփոխականների անուն ընտրեք, տողի երկարությունը ընդհանրապես ինչ երկարությամբ լինի, որ կարդացվող լինի, հասկացվող լինի ու կարևորը աշխատի։ Ամեն ինչին զուգահեռ հիմնականում մենք հետ ենք ուզում, որ ծրագիրը աշխատի։ Ուրեմն երբ որ ինչ-որ բան ենք ուզում տպենք, առաջինը ծրագրին շուտ ծրագրի ծանոթանալուց, այս hello word ենք տպում, աշխատացնում ենք, ուղղակի այստեղ գրում ենք print ֆունկցիա, որը որ իրան արգումենտ տրված ինչ-որ տվել ենք իրան արգումենտ, սա ընթացքում կհասկանանք, թե ճակերտները ինչ են, հետո աշխատացնում ու տպում։ Մենք աշխատում ենք, կտպենք, նաև կարող ենք տալ ուղղակի թիվ, ինքը աշխատելու է ու տպելու է ուղղակի թիվ։ Սա ինքը կտպի։ Նախ ստեղ արդեն տպել է, մենք կարող ենք իրան սպասենք, մենք ցերևանք իրան runtime-ից ինքը տպել տպել է։ Հիմա Python-ում data type-երը հետևյալներն են, առաջինը numeric data type-երը, ուրեմն numeric ունենք 3 տեսակ, առաջինը integer-ն է, այստեղ արդեն աշխատեց, արդյունքները տվեց։ Առաջինը integer-ն է, այսինքն ամբողջ թվերն է, ինքը կարող լինի բերական, բացասական ամբողջ թվեր, 0, ուրեմն տիպը, ընդհանրապես data-ի տիպը ստուգելու համար օգտագործում ենք Python-ի built-in type ֆունկցիայից, երբ որ գրում ենք type, իր ներսում ինչ-որ բան ենք գրում, ինքը ասում է, թե դա ինչ կլասի օբյեկտ է։ Ընդհանրապես Python-ը քանի որ օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու է, իր մեջ ամեն ինչ օբյեկտներ են։ Ուրեմն այս integer-ն է, այս float-ն է ու complex թվերը, float-ը 18-ական թվերն են, դրվում է կետով, այսինքն եթե նույնիսկ այստեղ բան չանենք, կետ 1 չգրենք, ուղղակի 1 կետ գրենք, ինքը մեր եթե մեկը առանձին գրենք ստացվելու է integer, 1 կետը տալու է float, որ աշխատի արդյունքը տա, կերպով որ float-ը։ Ուրեմն complex թվեր կարող ենք Python-ում տանք ու իր syntax-ը սենց է։ 3 + 1 g։ Ստեղ որոշել են մարդիկ, որ G-ով կարելի է complex թիվը տալ, ոչ թե I-ով։ Իսկ եթե ուզում ենք ստանանք իրականը, ամբողջ մասը, real մասը ավելի շուտ, ուրեմն get real ենք տալիս, այս մեր complex թվից հետո գրում ենք ու տալիս է վերադարձնում է ուրեմն իր real part-ը ու այս մեթոդով տպում ենք իր կեղծ մասը։ Քանի որ ֆունկցիան այս print-ը ֆունկցիա է, ասենց ստորակետով տալիս ենք, որ ինքը երկու բան տպի, դրա համար ինքը ասենց իրար կողմը երկուսը տպում է շատ հարմար։ Ու սրանք միշտ եթե նկատեցիք վերադարձնում է float, ոչ թե integer, եթե 3 կետ ծրվի է, ուրեմն ինքը float է։ Ուրեմն այստեղ երբ որ մենք թիվը ընդհանրապես սահմանում ենք, թիվը տալիս ենք, տեսել եք, նկատեցիք, որ իր տիպը մենք մինչև իրան սահմանելը չենք տալիս։ Ինքը ավտոմատ վերցնում է, այսինքն եթե մենք ուղղակի գրենք 32 ինչ-որ միտեղ կամ 1,1, ինքը ավտոմատ տիպերը հասկանում է, թե ինչա ու դրան համապատասխան, այսինքն ինքը հիշողությունը ավտոմատ վերցնում է համակարգչի մեջ,
Այստեղ այսինքն մաքուր Python-ում չկա բան long, int այդպես բաներ էլի, ինքը ավտոմատ է սահմանում ձեր փոխարեն, այս էլ է իրեն համել թերություններից, որ իրան ավելի դանդաղ է սարքում, բայց սա հարմար են առումով, որ ամեն անգամ դուք կարիք չեք ունենում ձեր տիպը նշելու։ Այսինքն դրա համար մենք կարանք ուղղակի ինչ-որ սովորական մաթեմատիկական օպերացիաներ անենք, գործողություններ անենք, ինքը միանգամից մեզ արդյունքը sense կտա, այդտեղ եթե տենում եք երկու հատ integer-ը գումարել ենք, արդյունքը էլի ստացվել է integer, ոչ թե float, մենք կարանք բազում պատկենք, հանենք, փակագծեր դնենք, սովորական մաթեմատիկայի կանոնները պահելով անում է, ու արդյունքը ստացվելու է integer էլի։ Type ֆունկցիայի մեջ համակարգի թվաբանական գործողություն էլ անենք։ Եթե float-ը գումարենք float-ին, ստացվելու է float։ Եթե ստեղ գոնե մեկը լիներ float, արդյունքը էլի ստացվելու է float։ Ուրեմն բաժանելուց ասեցինք, որ քանի որ ստեղ Python-ի 3 է աշխատում, բաժանելուց ինքը միշտ տալու է float, դա ստացվելու է 2.5։ Արդյունքն էլ կարանք ստանայինք, օրինակ եթե ասենց կետով բաժանենք, float-ը բաժանենք float-ին, էլի կտա float։ Լավ հաշվում տալիս է։ Ուրեմն բացական թվերը կարելի է ուղղակի իրանից առաջ մինուս դնել։ Ցույց կտա։ Ինչ անենք ստեղ։ Այստեղ կոմենտն է ցույց տալիս, թե կոմենտը ոնց է, այստեղ որ արդեն տեսակ sense գրած է, որ անհասկանալի չլինի, ասենք որ բանդականի շուտ դրանից հետո ինչ տեքստ որ գրվում է, ինքը single line comment է, այսինքն եթե էսի գրեցի մենակ էս մի տողի վրա է comment հասկանալու, ինչ էլ որ գրեմ, բայց հաջորդ տողի վրա արդեն ինքը սովորական statement-ը հասկանալու, բայց եթե ուզում ենք comment-ները մի քանի տողով գրենք, կարող օգտվենք այս 3 հատ ճակերտի հնարավորությունից, երբ որ 3 հատ ճակերտ ենք գրում, ուրեմն այս ամբողջ մասում ինչ որ գրենք, այսինքն ինքը կհասկանա որպես comment, ցանկացած տողի վրա ստեղ կարող ենք comment գրենք։ Ինչ անենք, քանի որ մեկը ասի comment-ը, քանի որ 0-ի բաժանել չի կարելի, ավելի շուտ, երբ որ բաժանենք, չգիտենք ինչ է տալու, անորոշություն առնում, մեկը բաժանած 0, error-ը, որը բերում է zero division error, այսինքն 0-ի Python-ին բաժանել չի կարելի։ Այնտեղ չի կարելի 0 բաժանել, դա անորոշություն տալու։ Աստիճան բարձրացնելը, ուրեմն երկու հատ ազդանիշ ենք դնում, երկու հատ բազմապատկած, մի հատը բազմապատկածի տրամաբանությունը, բազմապատկումը անում, իսկ երկու հատը աստիճան բարձրացնում, ուրեմն ոչ մասում գրված արտահայտությունը, ծախ մասում գրված արտահայտության, ցուցիչում է բերում։ Այսինքն եթե կարանք ստեղ փակագծով օրինակ տանք, ասենց 0.5-ը հասկանալու է, թե 9-ի 0.5 աստիճանի 0.5 աստիճան, այսինքն արդյունքը տալու է 3.0, քանի որ ստեղ float-ով ենք տվել, իսկ ստեղ երբ որ երկու հատ integer-ը ինքը տալու է ասենց integer, երկուսի հավուր աստիճանն էլ այսպես երկար թիվ է տալու, 0-ի 0 աստիճանն էլ ինչ որ տեղեր ընդունված է, որ տալու է 1, հանրահաշվում հիմնականում ընդունված է 0-ի 0 աստիճանը 1-ը, իսկ անալիզում հիմնականում ընդունված է, որ ինքը անորոշություն է, երկու վերսիաներն հանդիպում են, բայց ծրագրավորման լեզուների մեջ տալիս է 1։ Ուրեմն այս երկու ֆունկցիաները լիք ծանոթանան, բայց սենց ասեմ, որ S-ի վերադարձնելու է 2 միլիոն աստիճանի, ուրեմն թե քանի հատ բան կա, քանի հատ նիշից է ինքը կազմված, ու սենց ստացվում է, որ 301,030 նիշ S-ի ունի, բայց եթե տեսակ S-ի ինքը շատ արագ հաշվեց ու արդյունքը տվեց, ոնց որ ստեղ 200 աստիճան է նշվել։ Իսկ ինչ կլինի, եթե մենք ոչ թե իր երկարությունը տվենք, այլ միանգամից իր նշվենք տվենք, ինչ արագությամբ ինքը կաշխատի, կգտնենք։ Միսի էկտիվն է։ Եթե տեսակ բավականին արագ ինքը հաշվեց արդյունքը տվեց։ Այսինքն նույնիսկ այս տիպի հաշվարկների վրա, չեմ ուզում այսքան աշխատի, նույնիսկ այս տիպի մեծ հաշվարկների վրա ինքը
շատ դանդաղ չի անում, իսկն իր դանդաղությունը մի քիչ ուրիշ տեղեր է երևալու, երբ որ ասում ենք դանդաղ, պետք չի պատկերացնել, որ ինքը ինչ-որ բազմապատկում անելուց աղական ինտեգրալ հաշվելուց շատ դանդաղ աշխատելու, որ խմբակցենք չենք կարող ստանալ։ Հիմա ամբողջ մաս ու կոտորակային մաս ստանալը, ուրեմն երեքը ասենց երկու հատ գծով ենք, որ բաժանում ենք անում, վերցնում է իր ամբողջ մասը, քան 3-ը բաժանած 2-ի ամբողջ մասը, դա մեկն է տալու, 4 բաժանած 2-ին է 4-ն է տալու, 2-ն է տալու, իսկ տոկոսով բաժանելուց, երբ որ սենց ենք գրում, ուրեմն տալիս է իր կոտորակային մասը, մնացորդը ավելի շուտ ինչ-որ ստացվում է։ Ուրեմն կարելի է այստեղ նաև ինչ-որ հատուկ գրադարաններից օգտվել, այս սինտաքսին ու իր կիրառություններին հաջորդ դասերին շատ ավելի լավ կպատկերացնենք, որովհետև հիմա թեթևակի նայենք, թե ինչ հնարավորություններ կան այստեղ։ Ուրեմն նախ մաթեմատիկական գրադարանը, մաթեմատիկական ֆունկցիաներ, random գրադարանը շատ պատահական թվերի գեներացման հետ է կապված։ Եթե բերում ենք, այստեղ կա օրինակ p թիվը, շատ ասած չէր։ Այստեղ կա p թիվը, երբ որ դուք տեսաք վերևը, որ մենք ուղղակի ցենց գրեցինք 9-ից քառորդի արմատ հաշվելու համար սենց բան արեցինք։ Նաև նույնը կարող ենք անենք մաթեմատիկական գրադարանի sqrt ֆունկցիա օգնությամբ, բայց sqrt-ին առանձին built-in չկա, ինքը built-in library-ի մեջ է մենակ, այս գրադարանի մեջ է, բայց ինքը առանձին տենց չկա, որ գրենք sqrt, ինքը աշխատի։ Ասում եմ միայն sqrt is not defined, ասած առանձին ֆունկցիա չկա, այլ ինքը ինչ-որ գրադարանի մեջ է գրած։ Տնես էլ գալիս արդեն այդ գրադարանների օրենսդրությունը, ինչ-որ ֆունկցիա պետք կարող ենք նրանից բերել։ Ուրեմն այս ֆունկցիայի օգնությամբ, այս գրադարանի ֆունկցիայի օգնությամբ կարող ենք գեներացնենք 0-ից 1 ինտերվալում 0-ն պակաս, 0-ն ներառյալ, 1-ը ներառյալ չի, ինչ-որ պատահական թիվ։ Մասը գեներացրեց, հիմա կարանք գեներացնենք արդեն միանգամից rand-int մեթոդի օգնությամբ պատահական ամբողջ թիվ 1-ից 4, 1-ից 10 այս տիրույթում, այսինքն այստեղ տալիս ենք, թե որտեղից որտեղ է ինքը գեներացնելու 13, Սի ամբողջ թիվն է, այսինքն առաջին ֆունկցիայով ամբողջ թիվն է տպելու, իսկ երկրորդ այս ֆունկցիայով տալու է 1-ից 4 տիրույթում 4 float տիպի թիվ։ Եթե նկատում եք, ստեղ որ print գրեցի, ստեղ չեմ գրել, բայց ինքը աշխատում է, Jupyter Notebook-ը ընդհանրապես ու Google Colab-ը, այս notebook տիպի ֆայլերը, սենց են, այս սելի մեջ, վանդակի մեջ գրված վերջի տոպը, միշտ աշխատում է ու արդյունքը տալիս է։ Իսկեն եթե ստատես նույնիսկ են 3 տողնոց կոմենտներից գրեն, ման աշխատացնեմ, տնելու ենք, որ այսի print արեց, մոտական թիվը, այսի չաշխատեց, որովհետև ինքը արդեն վերջի տողում չի, այլ այսի տպեց, որովհետև ինքը վերջի տողում է։ Բայց ընդհանրապես, եթե Python-ի get-py ֆորմատի ֆայլերում դուք այս նույնը անեք, վերջի տողը բնականաբար սենց չի աշխատելու, ոնց որ Jupyter Notebook-ում աշխատելու ու comment-ը ընդհանրապես ձեր ծրագրի output չի լինելու։ Ուրեմն տեսանք numeric type-երը, հիմա Python-ում կա նաև boolean-ներ, այսինքն որը տալիս է երկու արժեք, true, false, որը նաև համակարգչային 1 ու 0-ն է, true-ն պատասխանում 1-ին, false-ն պատասխանում 0-ին, այսինքն իրանք ընդհանրապես numeric data type-են իրանցից ներկայացնում, քանի որ 1 ու 0-ն թվեր են, այսինքն կարանք հանգիստ Boolean-ին գումարենք թիվ ու ստացվելու է արդյունքը թիվ, որտեղ հենց Boolean-ը ինքնին իր տակ իրանից ներկայացնում է թիվ։ Բայց սրանց ավելի մանրամասն հաջորդ դասերին կծանոթանանք։ Ուրեմն այստեղ կան sequence type-եր, առաջի sequence type-ը
Python-ում ունենանք այդ string-ը, այսինքն տեքստային տիպը, ուրեմն տեքստային տիպը տալիս ենք sense, ոնց տեսակ ընդեղ որ hello world տպել էինք, տպել էինք չակերտներով, ինքը տալիս կարանք տանք 2 չակերտով, կարանք տանք 1 չակերտով ու կարանք տանք sense 3 չակերտներով, բոլորն էլ լրիվ նույն բանն է հասկանում ու բոլորի տիպն էլ նույնն է, իրանք բոլորն էլ պատկանում են string կլասին։ Կարանք ուրեմն իրանից վերցնենք sense այս ինդեքսավորմամբ, իրանք ինդեքսավորվում են սկսած 0-ից, այսինքն S-ը ստեղ գտնվում է 0 ինդեքսում, P-ն գտնվում է 1 ինդեքսում, A-ն 2 ու M-ը 3 ինդեքսում, հաշվել սկսում ենք 0-ից Python-ում ու երբ որ sense քառորդի փակագծերով այս string-ի վերջում տալիս ենք ուրեմն ինչ որ քառորդի փակագծերի մեջ տալիս ենք թիվ, վերցնում է այդ ինդեքսում գտնվող տարը։ Կոնկրետ այս դեպքում 0 ինդեքսում գտնվում է S-ը, այսինքն ինքը վերադարձնելու է S-ը առաջին տարը։ Ուրեմն len ֆունկցիայի օգնությամբ կարող տպենք string-ի երկարությունը, տեքստի երկարությունը, ինքը հաշվի է առնում իր մեջ գտնվող այդ character-ների քանակը, sense տպենք, դեպքում 5-ը դառնալու, որտեղ մի հատ ավելի space տպեցի։ Կարելի է ցանկացած ինդեքսի ուրեմն հասնել, sense տպելով այսինքն գրում ենք ու տպում է մինուս ինդեքսավորման կարելի է ստանալ վերջի նիշը ու ստեղ կարելի է նաև կիսել օգտվելով այս սինտաքսից, ավելի մանրամասն այս սինտաքսին հələ ծանոթանանք ոնց է աշխատում, իսկ կոնկրետ այս դեպքում վերջում է 1 ինդեքսից մինչև 3 ինդեքսն է գնում, բայց այս վերջի թիվը ինքը չի նայում, այլ վերցնում է այս վերջի թիվ հանած 1, այսինքն 1-ից 2 ինդեքսները նժարյալ ինքը վերցնում է, որը պատասխանում է երկրորդ ու չորրորդ տառերին դեպքում PA։ Քանի որ էլի 0-ից ենք հաշվում, գումարվելու է 1-ի տանը ինչի։ Երբ որ երկու string իրար հետ գումարում ենք, իրանք կպտում են իրար, այսինքն գումարման նշանը ստեղ string-ները միացնելու է իրար, string-ների վրա կարանք բազմապատկում անենք, էդի ձախ մասում string-ը այսքան անգամ, այսքան թիվ անգամ կրկնելու է, ուրեմն այս /n-ը նշանակում է նոր տող, այսինքն բերելու այդ ամեն ինչը նոր տողի վրա, իսկ ոնց անենք, որ string-ների մեջ կարենանք այս չակերտներից օգտվենք, չակերտը օգտագործենք, որտեղ մենք գիտենք, որ արդեն string-ները, որ սահմանելու համար օգտագործում է չակերտ, իսկ եթե ես տեքստը sense տամ, ստեղ գալու է տենա այս չակերտով, եթե սկսվի, գալու է այս չակերտին ու այսքան մասով string-ը փակվելու է, ու ստեղից էլ ստեղ այսքան է լինելու string, այս մասը մնաց դատարկ, այս մենք ուզում ենք, որ սրա վրա չակերտները վար, դրա համար, քանի որ մենք տեսանք կարանք 3 տարբեր ձևերով, ավելի շուտ կարելի ասել 4 տարբեր ձևերով, որովհետև ստեղ տեսեք գրած է 3 հատ կրկնակի չակերտ, բայց կարանք տանք 3 հատ մի հատ չակերտ, այսի էլի աշխատում է, իսկ ստեղ կարանք ուղղակի դուրսը փոխենք այս մեր չակերտների ձևը, եթե երկու հատ տանք մի հատ, եթե ուզում ենք, որ ներսում երկու հատանոց լինի, ու սրանց չի խանգարի, normal կաշխատի, կաշխատի։ Ուրեմն string-ները immutable object-ներ են, այսինքն իրանք չեն փոփոխվում, եթե իրանք սահմանել ենք, նույն ձևի իրանք մնում են, այսինքն եթե օրինակ ես կարող վերցնեմ առաջի տարը, բայց չեմ կարող առաջի տարը sense վերցնեմ ու իրան վերագրեմ ուրիշ տար, օրինակ եսի p-ն ուզում եմ փոխեմ m-ով, չեմ կարող ես այս սինտաքսով արամ, որովհետև իրանք immutable չեն փոփոխվում ծրագրի ընթացքում։ Բայց սրա փոխարեն, եթե ուզում ես p-ն փոխել m-ով կարամ, այս սինտաքսը օգտագործեմ, իսկն գրում եմ, որ int սկզբնական այս անը, փոփոխականը, հավասար է իր 0-երով տար, այսինքն p,
գումարած m գումարած 2-ից մինչև վերջ, այս նշանակումը մինչև վերջ վերցնում ենք, ու տպում ենք, դնում ենք, որ այստեղ արդեն փոխվել է, երբ որ վերցնում ենք տարերը իրար գումարում ենք ու վերագրում ենք այս փոփոխականին։ Սենց կարանք անենք, բայց սենց իրանք անփոփոխ են մնում։ Ուրեմն լիստերը ընդհանրապես ordered, այսինքն հերթականորեն դրված ուրեմն դատաների կոլեկցիա է, համախումբ է, որը պարտադիր չէ, որ իր ներսի դատաները նույն տիպի լինեն, նույն չափի լինեն, ու լիստը սահմանվում է քառակուսի փակագծերով։ Օրինակ, էսի լիստա, որի մեջ մտնում են ինթեջերներ, մենակ 1-ից 4 թվերը։ Եթե իր տիպը տպենք, ինքը list կլասի օբյեկտ է։ Բայց պարտադիր չի, որ բոլորը նույն տիպի լինեն, կարանք տարբեր տիպի գրենք, ստեղծենք մեկ թիվ, ինթեջերներ, string ու նույնիսկ կարանք list-ին list տանք, ինքը նորմալ հասկանում է, ու մեր հետ կռիվ չի անում։ Ուրեմն կարանք սահմանենք դատարկ լիստեր, այս երկու հրամանների օգնությամբ, որ այդ խոսներն են բռնել նշանակում, կամ քառակուսի փակագից, որի ներսում ոչ մի բան գրած չի, կամ list ֆունկցիա, որի ներսում էլի ոչ մի բան գրած չի։ Բայց եթե list ֆունկցիայի ներսում ինչ-որ բան գրենք, ինքը վերցնում է իր արգումենտը սարքի list կոնկրետ դեպքում, այս string-ը ինքը սարքում է sense list։ Ի տարբերություն string-ների, list-երը mutable են, այսինքն փոփոխ են, կարանք վերցնենք իր վերջի տարը, այս դեպքում egg-ը, sense -1 ինդեքսավորում, իրանք լրիվ նույն ձևի են ինդեքսավորվում, ոնց որ ինդեքսավորվում են string-ները, sense կարանք վերջի տարը վերցնենք ու իրան փոխարինենք spam-ով, այսինքն եթե տպենք, այս դեպքում an, առաջի դեպքում ինչև փոխարինել է s էր, այս դեպքում ստացվելու է s։ Այսինքն իրանք իր առիթը հենց ինքը փոխվում։ Tuple-ը էլի կարգավորված օբյեկտների էլի ինչ-որ data type-երի կարգավորված հավաքածու է, որը էլի պարտադիր չի, որ նույն տիպի լինի, բայց ինքը դրվում է ասենց փակագծերով, ի տարբերություն լիստերի, որը քառակուսի փակագծերով էր, այս սովորական փակագծերով է, ոնց տենում եք սահմանումը լրիվ նույնն էր, ոնց որ լիստերին, իրանք նույն ձևի են սահմանվում, բայց իրանց մեջ կա մի կարևոր տարբերություն այս immutability-ն է։ Այսինքն list-ը տվան tuple string-ի նման չի փոփոխվում, բայց ինքը list-ի տիպի օբյեկտ է։ Այսինքն sense tuple-ը ավելի շուտ մեզ պետք է գալու այն ժամանակ, երբ որ չենք ուզում իր ներսի բաները դատանով փոխվի։ Հիմա օրինակ իր վրա կա sense ֆունկցիաներ, count-ը ցույց է տալիս, թե իր մեջ քանի անգամ այս արգումենտում գրված թիվը կրկնվում, կոնկրետ դեպքում 2 անգամ, տպելու 2 անգամ։ Կարանք երկու tuple իրար գումարենք, արդյունքը տալու է sense իրար գծած երկու հատ tuple։ Հիմա էլի կարանք նույն ձևի ինդեքսով վերցնենք տարերը, նույն ձևի ինդեքսավորումը կատարվում։ Dictionary-ները այս դեպքում արդեն ոչ կարգավորված տվյալների բանա, հավաքածու է, այս ֆորմատով, key ու value զույգերով, այսինքն առաջին տեղում իր բանալի բառն է, երկրորդ տեղում իր արժեքն է, այսինքն օրինակ եթե ունենք հեռախոսի համարների գրքույկ, կարող առաջի տեղում գրած լինի մարդու անունը, ուստեղ իր հեռախոսի համարը գրած լինի, ընդհանրենք կամ մարդու անունը ու իր մասին ինչ-որ տվյալներ, ընդհանրենք cache, հեռախոսի համար եւ այլն, այս հարմարը այս տիպի տվյալներ ֆայլի համար, որտեղ որ այս key-ին համապատասխանում է ինչ-որ key ունենք մենք մեր մոտ, որին կարող ենք համապատասխանել ինչ-որ value ու sense բանք, ինքը սահմանվում է sense ձևավոր փակագծերի ներսում փակագծերով, ու կարանք իր միջի
տվյալներին, այս դեպքում արդեն access ունենանք, ավելի շուտ value-ներին access ունենանք այսենց գրում ենք կարողացի փակագծեր, ոնց որ ինդեքս արվում ենք անում, բայց արդեն ստեղ թվերի փոխարեն գրում ենք թե մեր key-ն ինչա, key-ն գրում ենք իր value-ն ստանում ենք։ Dictionary-ները table են, իրանք փոխվում են, իսկն երկրորդ նախ օրինակ տվյալը ասենց կարող փոխենք, անվանում ենք վերականգնի case type-ը, ու արդեն իր արժեքը փոխվում է։ Type-ը սա dictionary-ը, դատարկ dictionary, ուրեմն կարանք սարքենք այս երկու հրամաններով, ձևով փակագծեր, որը մեջ որ չկա, ու type ֆունկցիայով, բան է տալիս։ Ուրեմն այստեղ ամեն user-ից մի քիչ անհարմար տեղում է երևի գրած, բայց ամեն user-ից կարանք ստանանք input-եր ու մենք տանք output։ Ուրեմն input-ը կանչվում է input ֆունկցիայի օգնությամբ։ Ինքը նախ եթե input ֆունկցիայի մեջ ինչ-որ արգումենտ դուք իրաք տաք, այս string-ը ավելի շուտ արգումենտ իրան տաք, ինքը էսի output-ը անելու հենց input ֆունկցիան կանչելուց, այսինքն էսի տպելու է։ Ու երբ որ ինքը էսի տպես վերջացրեց, ինքը սպասելու է user-ից input-ի, ու ինքը input-ը միշտ վերցնում է ու տիպ փոխում է բանը string-ի, այսինքն դուք ինչ որ տալիս եք, ինչ input որ տալիս եք, եթե նույնիսկ դուք թիվ եք նշում, ինքը իրան դարձնում է string, input ֆունկցիան կարևոր է այս փաստը, որ միշտ string-ը ստանում։ Ես հստակ եթե աշխատել է ու վերցրել է 1, user-ից ստացել է 1, երբ որ տիպը տպում ենք, տենում ենք, որ ինքը string է։ Ուրեմն հաջորդ data type-ը հայտնում, էսի set-ն է, set-ը բազմությունն է, կարելի ասել, որ set-ը էսի առանց value-ների dictionary-ն է, ինքը ուրեմն սահմանվում է նույն ձևի ոնց որ dictionary-ներ սահմանվում, ձևավոր փոխագծերով, ու կարևոր է set-ի մեջ այն փաստը, որ մենք գիտենք, որ մեր մաթեմատիկական բազմությունները որ կան, իրաց մեջ տարրերը չեն կրկնվում, ու set-ում էլ երբ որ տալիս ենք sense տալ, որ կրկնվում է իրենց արժեքները, ինքը վերցնում է մեկը ջնջում, նույնը dictionary-ի մեջ կլներ։ Կնտպելուց ինքը հենց վերադարձնելու է sense, պետք է իր մեջ արժեքները իր մեջ լինեն։ Set ֆունկցիայի օգնությամբ իրեն կարող կանչենք, ու երբ որ իրան աշխատացնենք օրինակի համար string-ի վրա, ինքը string-ի բոլոր տարրերը կսարքի set-ի անդամներ, բազմության անդամներ։ Ուրեմն կարող բազմությունը ձևափոխենք sense get-address մեթոդի օգնությամբ, կարող բազմության վերջում ավելացնենք այս տարը, կոնկրետիկորեն չեմ գրել այս տարը, ու ոնց որ մաթեմատիկական բազմությունները, այստեղի բազմություններն ունեն այս մաթեմատիկական բազմություններին բնորոշ ֆունկցիաները, այսինքն միավորում, հատում, այս հատումն է, այս միավորումն է, հատումը, այսինքն վերցնում է այն բոլոր տարրերը, որ կան համ երկրորդ, համ առաջի բազմության մեջ, միավորումը երկու բազմության բոլոր տարրերը միավորում է իրար, ու դե բնականաբար քանի որ set-ը վերցնելու է unique-ները, ուրեմն difference, այսինքն տարբերություն, հանելու է ուրեմն այս բազմությունից բոլոր այն տարրերը, որ գտնում են այս բազմության մեջ, այս արդյունքը կստացվի, գումար չկա, որովհետև մեր բազմությունների գումար չունե, այլ գումարը ստեղ հենց միավորումն է, որ կատարվում է այս երկու բազմությունների համար սրա օգնությամբ, այս նշանների օգնությամբ։ Ուրեմն sense կարող ցույց ենք տալիս superset, այսինքն որ այս ձախ մասում գրվածի ենթաբազմությունը, կոնկրետ դեպքում քանի որ ենթաբազմությունը ինքը արդյունքը true է տալիս։ Ասացինք, որ set-ը չունի duplicate թվեր, եթե իրան արգումենտ տանք, օրինակ հենց list, որի մեջ մտնում են duplicate value-ներ, ինքը վերադարձնելու է դրա միջի unique-ները։ Շատ հարմար ձև է այս set-ի արգությունից օգտվելով ստանալ unique value-ները։
ու կարևոր է այն փաստը, որ set-ը իր մեջ պարունակում է immutable object type-եր։ Մնաք թվերը, որոնք immutable են։ Բայց իրանք են set-երը mutable object type-երը։ Իսկ frozen set ֆունկցիան այս set-ը սարքում է immutable, այսինքն կարանք իրան սարքենք, անփոփոխ մնա, ինչ որ տեղեր իրան օգտագործենք, ինքը չփոխվի շիկ։ Ուրեմն, երբ որ երկու string ասացինք, որ իրար գումարենք, արդյունքը ստացվելու է string, այսինքն երկու գումարած իրեք, այս դեպքում տալու է sum 3, որտեղ ինքը տեքստեր ենք իրեն գումարել։ Բայց եթե ես այս ֆունկցիայի օգնությամբ իր տիպը փոխեմ, ամեն մեկի վրա կանչեմ իրենց այս ֆունկցիան, int ֆունկցիան, որը իր տրված արգումենտը սարքում է integer ամբողջ թիվ, այս դեպքում էսի սարքելու ամբողջ թիվ 2, էսի սարքելու ամբողջ թիվ 3, արդյունքը տալու է 5, իսկ եթե իրան կանչեմ sense string-ի վրա, որը որ չի կարա դառնա ամբողջ թիվ, այսինքն ինքը 10-ական համակարգով չի, ուղղակի error է տալու։ Տիպերը կարանք փոխենք ուրեմն նաև float-ի, այս դեպքում ուրեմն type 5.2 string-ը հենց string-ը, իսկ type float 5.2 string-ը տալու է float, որովհետև այս float ֆունկցիայի օգնությամբ իրան սարքել ենք float։ Եթե ասենց գրենք ստեղ float-ի փոխարեն գրենք int, մեր 5.2 թիվը սարքելու է int, այսինքն տալու է մենակ 5-ը։ Եթե աշխատի ցույց կտա, որ պետք է լինի 5, ու այսինքն integer։ Լավ, ինչևէ, ստեղ տենում եք, որ գրած է բացի այս երկու բաներով տպում ենք այս արգումենտը, ուրեմն էսի ասում է, որ այս երկու դրված արգումենտները, որ մենք ուզում ենք տպենք, իրարից առանձնացրու, այսինքն separate արա այս keyword-ով, սրանով, այս տված արգումենտով, որը որ slash-են, այսինքն նոր տողի է բերում։ Ու այսինքն print ֆունկցիայի հարմարություններից արգումենտներից մեկն է։ Հիմա կարանք մեր user-ի input-ը, երբ որ մենք user-ից ուզում ենք input ստանանք, ասեցինք, որ string-ը միշտ ինքը տալիս, կարանք input ֆունկցիայի օգնությամբ մի անգամից սարքենք, հենց իր վրա կանչենք, ֆունկցիա վրա ֆունկցիա կանչենք, սարքենք ամբողջ թիվ ու արդեն մեր գործողությունները իր հետ անենք։ Իսկ եթե user-ը տպեց այս, այսինքն 2-ը այս դեպքում input արել user-ը, արդյունքը կստացվի 3, երբ որ աշխատացնենք։ Ուրեմն փոփոխականների մասին մի քիչ Python-ի ասենք, այստեղ փոփոխականը սահմանվում է sense, այսինքն երբ որ տառը տալիս ենք գրում ենք հավասար, այսինքն էսի մաթեմատիկական հավասարը չի այլ վերագրում, իրան վերագրում ենք աճմասում գրված տիպը, այս դեպքում x-ին վերագրում ենք 3, երբ որ արդեն ամեն հաջորդ անգամ ես կանչեմ x-ը, հիշողության մեջ ինքը իր արժեքը դարձրել է 3 ու տալու է 6 այս դեպքում, ու կարամ իր տիպը ուրեմն փոխեմ string բանանեմ, այս concrete բան վերագրեմ, ինքը իր արժեքը ջնջելու է 3-ը ու վերագրելու է string, այսինքն եթե արդեն հաջորդ անգամ x-ը կանչեմ, ինքը գիտի, որ ինքը է string-ն է, ու աշխատում է սա։ Հիմա նայենք այս մասը, երբ որ n-ին վերագրեմ 300, m-ին վերագրեմ n, ու այս կաթվին վերագրեմ 300, ուրեմն id ֆունկցիայի օգնությամբ կարամ ուրեմն իրանց հիշողության, իրանց identifier-ը գտնեմ, այսինքն հիշողության մեջ իրենք որ հասցեում են դրված։ Այստեղ եթե նայում եք, կարանք տենանք, որ այս առաջինը, երկրորդը լրիվ նույնն են, այս երրորդը ուրիշ բան է, իսկ այս չորրորդը համապատասխանում է սրանց։ Այսինքն, ինչա այստեղ ասում, որ եթե ես n-ին վերագրում եմ 300 ու m-ին վերագրում եմ n, ինքը գալիս է հիշողության, սրան տալիս է ոչ թե առանձին 300
ուրիշ թիվը վերագրում ու պահում է հիշողության մեջ ուրիշ հասցեում, այլ գտնում է n-ի հասցեն ու m-ին տալիս է n-ի հասցեն, քանի որ ստեղ n-ի ու m-ի հասցեները լրիվ նույն են, այսինքն իրանց հասցեներով է գտնում տալիս։ Իսկ ստեղ ասի 300 կոնկրետ 300 թվի հասցեն է տվել, հիմա նույն ձևի էլ երբ որ բան ենք անում, այս էլ է տարբեր, կայնել ենք վերագրել 300, կամ էլի պետք է տարբեր լինի, այսինքն եթե նայում ենք սրա հետ նույն բանը չի, նույն հասցեն չի, որտեղ ես կային տվել եմ 300 արժեք, ինքը էլի գնացել է լրիվ ուրիշ հիշողության մեջ, լրիվ ուրիշ տեղ է իր արժեքը վերցրել։ Բայց եթե ես այս արժեքը տամ ոչ թե 300, այլ երկուսն էլ տամ 10, տենալու եմ, որ ինքը բոլորին նույն հասցեի վրա է դնում, ինչի, որովհետև ինքը -5-ից 256 թվերը տալուց, օպտիմիզացիայի նպատակներից ելնելով, նույն հասցեում է իրանց արժեքները տալիս, նույն հասցեում է վերագրում։ Իսկ դրանից դուրս արդեն տարբեր հասցեներ, դրա համար ստեղ տարբեր հասցեներ է տալիս։ Ուրեմն փոփոխականների անունները ոնց է թույլատրված, կարանք օգտագործենք մեծատառեր, փոքրատառեր ու Python-ը case sensitive է, այսինքն եթե ինչ-որ փոփոխականի անուն փոքրատառով եք գրում, հետո նույն անունը պրոստը մեծատառով եք գրում, ինքը լրիվ երկու տարբեր փոփոխականներ է հասկանալու, իր մեջ կարող օգտագործվի թվեր ու underscore, բայց թվերը չի կարող դրվի սկզբում, սկզբից ինքը կամ կարող սկսվի underscore-ով, կամ պետք է սկսվի տառերով, բայց թիվը կարող դնենք ընթացքում, կամ մեջտեղում ինչ-որ մտեղ հասկանալու է, սենց։ Ու վերջում արդեն Python-ում կան reserve order, keyword-եր, որոնք նախատեսված են ներսում ինչ-որ բաներ անելու համար այս դեպքում, մի քիչ աշխատելու, որտեղ ուղղակի reserve order-ն է գրած, բոլորին միանգամից ծանոթանանք, ժամանակի ընթացքում աստիճանաբար սրանց բոլորին կամ մեծ մասին էլ դրանք թվով ինչ է անում, ուղղակի իմանանք, որ reserve order-ը երբ որ Python-ում գրում ենք, ինքը ուրիշ գույնով է երևում, false-ը, երբ որ ինքը reserve order-ը իրան չարժե, պետք չէ օգտագործել որպես փոփոխական, որտեղ չի աշխատելու, օրինակ def reserve order-ը, երբ որ իրան ուզում եմ օգտագործեմ որպես փոփոխական, ինվոլից syntax է տալիս, որտեղ ինքը ուրիշ բանի համար է նախատեսված։ Բայց երբ որ ես ունեմ օրինակ այս ֆունկցիան, int-ը, երբ որ իրան չեմ կանչի փակագծերով, ես միամիտ օրինակ վերցնում եմ իրան վերագրում եմ 4-ին ու աշխատացնում եմ ու աշխատում է, int-ը տպում է 4, տարօրինակ բան է, որ ֆունկցիային կարող եմ թիվ վերագրեմ ու ինքը աշխատի։ Ու երբ որ ուզում եմ հետո հաջորդ անգամ ես մեր ոնց որ int ֆունկցիան կանչեմ, իրան արգումենտ տալիս եմ 65.4-ը, ես ուզում եմ, որ 65.4-ը ինքը սարքի ամբողջ թիվ, ինքը error է տալիս, ասում է int object is not callable, ասում է այս օբյեկտը ես չեմ կարող կանչեմ, ինքը որպես ֆունկցիա չի կարող օգտագործվել, ինչի է ասենց error տալիս, որովհետև ինքը գնացել է, այս int-ը վերցրել է, այս անունը վերցրել է, իրան վերագրել է իր արժեքը 4, ինքը հիմա արդեն 4 integer-ն է այնտեղ, երբ որ ինքը կանչվի։ Դրա համար սենց բաներից խուսափելու համար, սենց բան երբեք չենք անում, այս built-in ֆունկցիաներին չենք վերագրում թիվ, իրան չենք օգտագործում որպես փոփոխական, բայց եթե միամիտ օգտագործել ենք, կարող ենք իրան ջնջենք, հիշողությունից այս ջնջում del int։ Իր արժեքը ջնջեցինք, ֆունկցիան չենք ջնջել Python-ից, այլ ուղղակի արժեքը հիշողության մեջից, ու արդեն երբ որ իրան կանչում ենք, նորմալ իր built-in ֆունկցիան է հասկանում ու աշխատում անենց, ոնց որ մեզ պետք էր։ Ու եւս մեկ բան Python-ի թվերի կողմերից, երբ որ մենք ունենք երկու հատ փոփոխական, իրանց կարող ենք sense մի տողի վրա իրանց արժեքները վերագրենք, f ստորակետ շին, հավասար է f ստորակետ 6 ստորակետ 2, հիմա f-ի արժեքը դառնալու է 6, հիմա շի արժեքը դառնալու է 2,
Ես ուղղակի տպելու հարմարությունը, որ առանձին տողերի վրա տպենք, այսինքն շատ հարմար մի տողի վրա ու ոչ միայն երկու, այլ նաև ավելի շատ փոփոխականներ կարանք դրանց արժեքները տանք։ Այս դասին այսքանը, ուրեմն դուք տեսաք, որ այս կոնկրետ կոդի մասով անցանք Python-ի փիլիսոփայության, իր տարբեր դատատիպերի վրայով, հասկացանք, թե ինչ դատատիպեր կան, բայց այս ամեն մի դատատիպը ունի իրան հարմարեցված շատ մեթոդներ, ֆունկցիաներ, որոնք մենք ստեղ չենք ուսումնասիրել, մի շատ քիչ մասն ենք ուսումնասիրել ու դասընթացի ընթացքում կանդրադառնանք նաև այդ ամեն դատատիպին առանձին կանդրադառնանք, ոնց կարելի է իրան կիրառել ու ինչ ֆունկցիաներ ընդհանրապես ունի իր վրա։ Այսօր շնորհակալություն, տեսնենք արդեն հաջորդ դասին։